Տիկին Հակոբյան, ինչպես կգնահատեք ընդդիմության վարքագիծը, մասնավորապես Ուժեղ Հայաստան խմբակցության падգամավոր Էդգար Ղազարյանի վարքագիծը եւ նրանց խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի անորոշ դիրքորոշումը։ Հեչ անորոշ չէ Նարեկ Կարապետյանի դիրքորոշումը, ի սկզբանե սա ռազմավարություն է, ունենալ ֆրակցիայի մի падգամավոր, որին բաժին կհասնեն բոլոր սրերը, իսկ դափնիները բարեկիրթ ձևացող Նարեկ Կարապետյանին։ Սա բացարձակ համաձայն չեմ այն մեկնաբանություններին, որ նա գցում է ֆրակցիայի, ուրեմն վարկանիշը եւ այլն։ Ընդհակառակը սա ռազմավարություն է, Էդգար Ղազարյանը իր երազած падգամավորի մանդատը ստացել է, դրա դիմաց պարտավոր լինելով նման խոսիթով հանդես գալ խորհրդարանում եւ ասել, որ նա միայնակ է մեղավոր, նա անդասիարակ է, ոչ, սա ամբողջ ֆրակցիայի ռազմավարություն է, միտեղ էլ կարող է դեռ Էդգար Ղազարյանը զոհ լինի այս պատմության մեջ, որովհետեւ նա պարտավոր է այս վարքագծով ներկայանալ հանրությանը։ Ինչ եք կարծում, այնուամենայնիվ կհաջողվի կառուցողական մթնոլորտում այդ դրական այդ, չգիտեմ, այդ մթնոլորտը պահել էլի իրավիճակը մինչ այս արկա, չհաշված նախորդի միջադեպը։ Գիտեք, կառուցողական հանուն Հայաստանի Հանրապետության տարբեր նախագծեր քննարկելիս նրանց կառուցողական քննադատության, այսինքն ըստ էության քննադատությանը եւ մատնանշած բացերի համար մենք մի բաներ շնորհակալ կլինենք։ Դա է ի վերջո խորհրդարանական ընդդիմության դերը, բայց այս փուլում հատկապես անհնար է անձերին չքննարկել, իսկ կոնկրետ անձի հետ կապված նա մինչև ներողություն չխնդրի, մինչ այս պահը իր վարքագծի համար, օրինակ ես անձնապես իմ հետ կապված եմ ասում, հա, օրինակ ինձ իմ գործընկերներին նա թիրախավորել է ու ոչ թե գործունեության բերումով, այլ օրինակ կարող է մեկին ասի տգեղ է, մյուսի ֆիզիկական ինչ որ գերությունը բանանի մեջ բերի, այն մյուսի ինչ որ ֆիզիկական արատներ, հա, ու ծաղրի, օրինակ ես նման բաները չեմ կարող լինելով падգամավոր, չեմ կարող դա կուլ տալ եւ ասել, չէ, նրան պետք է դիմել պարոնով եւ հարգալից լինել, ոչ, նա մինչև ներողություն չխնդրի, իրապես չգիտակցի, նա դեռ շարունակում է իր այդ ոդկասթային տրամաբանության մեջ նույն կերպ շարունակում է իր գործունեությունը։ Նենց որ կառուցողական այս առումով չեմ պատկերացնում, նախագծերի առումով անգամ, եթե այդ մարդը անգամ շատ ճիշտ բան ասի, ես չեմ պատկերացնում, իր հետ ոնց պետք է առնչվեմ, մինչ այն պահը, որ նա մեր ընտանիքներից, հա, դեռ դուրս չի եկել, թիրախավորել է մեր երեխաներին, մեր ծնողներին, հա, անգամ գործընկերոջս մահացած մորը։ Ես դա չեմ կարող հասկանալ մարդկային առումով։ Տիկին Հակոբյան, բայց կարծես թե Էդգար Ղազարյանը չի էլ պատրաստվում, չի էլ ուզում ներողությամբ հանդես գալ։ Դա արդեն մարդկային որակների մասին է խոսում, խնդիր չկա, դա իր որոշումն է, բայց այդ դեպքում մենք էլ բացարձակ կաշկանդված չենք, իր հետ վարվել այնպես, ինչպես ճիշտ ենք համարում այս դեպքում։ Եվ ոչ միայն նրա հետ, այլ նրանց ֆրակցիայի, որովհետև դա ֆրակցիա է, եւ եթե ես ինչ որ անթույլատրելի արար գործեմ, իմ թիմակիցները իմ խմբակցության մեջ նույն ձև կրելու են պատասխանատվությունը, կիսելու են պատասխանատվությունը, լավի դեպքում էլ, վատի դեպքում էլ, այնպես որ եթե ինքը անձամբ չի ուզում իր վրա վերցնելու ներողություն խնդրել, ամբողջ թիմի վրա է պատասխանատվությունը, իրենց ֆինանսավորվող, փողի քսակ համարվող նաև Սամվել Կարապետյանից սկսած։ Իսկ հանձնաժողովի էթիկայի հանձնաժողով ստեղծելու գիտեմ, որ ստեղծվել է, ձևավորվել է, բայց նրա հարցը այսպես շարունակվելու դեպքում նրա վարքագիծը հնարավոր է դրվի էթիկայի հանձնաժողովի քննարկման։ Դեռ ձևավորված չէ, որովհետև դեռ խմբակցությունները անդամներ չեն առաջադրել, այ երբ որ լինի, մեզ հնարավորություն տալիս է այդ հանձնաժողովը նաև այս դեպքը քննարկել եւ հանձնաժողովի անդամները իհարկե կարծում եմ կքննարկեն, որովհետև սա շատ ակնհայտ դեպք է, նրա վարքագիծը այնտեղ կքննարկվի, բայց դրանից ինչ հիմա պատկերացրեք էթիկայի հանձնաժողովի նիստ է, հենց հիմա ինքը նստած իրենց ֆրակցիայի ղեկավարը նստած է եւ նույն բանն էլ այնտեղ է լինելու։ Նաև հանրության լայն շրջանակներում քննարկման առարկա դարձավ, երբ որ ընդդիմությունը վերցրեց ըստ օրենքի պահանջի վերցրեց Եվրոինտեգրման հանձնաժողովի այսպես նախագահությունը իրեն։
Սրա համար որևէ մեկնաբանություն որպես իշխող ուժի ներկայացուցիչ ունեք։ Ես երեկվա իմ ելույթում եմ անդրադարձել դրան, նրանք Եվրամիության հետ ինչ կապ ունեն։ Այսինքն Եվրամիություն գնացող թիմի դեպքում ո՞նց կարելի է նորմալ համարվել այս համատարած ընտրակաշառքը։ Նա կարող էր օրինակ Բրյուսելում գնալու մասնակցել նման կերպ ընտրություններին։ Նրանք ուր Եվրամիությունն ուր, ես իրենց տեղը լինեի, այսինքն իրենք մի գրամ ամոթ ունենային, այդ հանձնաժողովի մարդ չեն առաջադրի, որովհետև չի կարող այդ արժեքները կրող ժողովրդավարության վրա թքող ուժը չի կարող եվրաինտեգրման որևէ օրակարգ ունենալ։ Իդեպ ընդդիմությունը մինչև հիմա ատամներով այսպես պաշտպանում կամ պաշտպանվում է ամենձև, որ ինքը լեգիտիմ ընտրված ընդդիմություն է, այսինքն որևէ ընտրակաշառքով, որևէ բանով չի եկել։ Շատ լավ։ Ուրեմն այս տարվա փետրվարի 7-ից սկսած, այսինքն երբ հայտարարվել է ընտրության օրը եւ գործել է արգելքը բարեգործության եւ այլն ընտրությունների, այսինքն ընտրական հանցագործություններով, ընդդիմադիր մի քանի 100 քաղաքացի է այսօր տարբեր գործերով անցնում։ Մի քանի 100, որոնցից 207-ի դեպքում մեղադրական եզրակացությամբ գործը այժմ ուղարկված է դատարան։ Այդ հարյուրավոր մարդկանց մեծ մասը տվել է խոստովանական ցուցմունք եւ ասել է, որ ինքը իրեն մեղսագրվող արարքը գործել է։ Եվ այդ մարդիկ ուղիղ կապված են, իրենց ձայնագրությունում խոսում են այս ուժի մասին, ում համար են ձայն տալիս, եւ այնտեղ էլ պարզ է, որ խոստովանական ցուցմունք տված կլինեն եւ այդ անունները հնչած կլինեն, անձամբ բնականաբար չեմ տեսել այդ ցուցմունքները։ Եվ դրանից հետո ասել, որ մոնտաժած է, կեղծ է, սա ծիծաղելի է։ Նաեւ հակակոռուպցիոն կոմիտեն այն մարմինն է, որտեղ այս ուժը իրենց ուրեմն պաշտպանները պետք է ներկայացնեին միջնորդություն եւ ասեին, որ մենք կասկածում ենք այս ձայնագրության իսկությանը եւ փորձաքննության ենթարկեք։ Դա մարմինը հակակոռուպցիոն կոմիտեն է։ Մինչ այժմ հակակոռուպցիոն կոմիտեն ստացել է 0 դիմում ձայնագրությունների իսկության հետ կապված։ Այսինքն իրենք էլ ոչինչ չեն կարող ասել, էլի, այսինքն դա իրականություն է։ Եվ կարծել, որ այդ բոլոր քաղաքացիները ուղղակի իրենց աշխատավարձը, իրենց ունեցվածքը դրել են, որպեսզի այսօր օրինակ Էդգար Ղազյանը падգամը որ լինի, սա ծիծաղելի է։ Ինչ որ ասում եմ, ինչ որ մի մարտունեցի մեր սիրելի քաղաքացին, որը օրինակ այսօր գործով անցնում է եւ ասում է, այո, ես այդ արարքը գործել եմ, ինքը իր գրպանի գումարը չի տվել, չէ՞։ Պարզը չէ, որտեղից է այդ գումարը եւ գլխավոր պատասխանատվությունն ումն է։ Դրա համար այս փաստերի հետ չեն կարող իրենք չարերեսվել ու չեն կարող այս փաստերը մի կողմ դնել, ասել չէ, ուղղակի սուտ է։